Ծառեն մանյակ, ծառեն ժանյակ, ծառեն սոխակ կախեցեք եւ վերջում ձանձրույթը։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն անակնկալ հրատարակությամբ է նշանավորել Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս ընծայելով Զահրատի նորատիպ «Կաղանդի տոպրակները» գիրքը, մեկ ժողովածուում զետեղելով սիրելի պոետի բացառապես կաղանդին առնչվող գործերը։ Զահրատը, որ իր ստեղծագործության տարբեր փուլերում պարբերաբար անդրադարձել է կաղանդի տոնին, ամեն անգամ պոետական նոր արտահայտչամիջոցներով եւ նոր ասելիքով է վերադառնում այդ թեմային։ Մի տեսակ Զահրատն ու կաղանդը այնքան իրար հետ միահյուսված նույնական են, եւ դա գալիս է Զահրատի էությունից, բարության, լույսի, խմորից, ասես խմորված մի գրող, բանաստեղծ, որ բազում ձևերով արծարծում է եւ վերարծարծում կաղանդի խորհրդաբանությունը եւ գրեթե չի կրկնվում եւ եթե որևէ պատկեր նախորդին նման է, ուրիշ ասելիք ունի։ Ժողովածուի գաղափարը Գոհար Գալստյանի մոտ առաջացել է Կաթում պահվող գրողի արխիվի գիտական մշակման եւ ուսումնասիրության ընթացքում։ 51 բանաստեղծություններ պոետի տարբեր գրքերից ներկայացվում են ըստ բաժինների, որոնք հենց գրքերի ժողովածուների վերնագրերն են եւ միմյանց հաջորդում են ըստ ժամանակագրության, նաեւ գործեր այն անտիպ ժողովածուներից, որ հետագայում բանաստեղծի այրին Անահիս Անդրեասյանն է հրատարակել։ Իսկ վերջին բաժնում բանաստեղծություններ են Մարմարա օրաթերթի թվային արխիվից։ Գոհար Գալստյանը պահպանել է Զահրատի պոեզիային բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունը եւ գրաֆիկական պատկերը։ Զահրատի գրության կերպն էլ, բանաստեղծության գրաֆիկական պատկերն անգամ ինքնուրույն առանձնահատուկ է։ Կետադրությունից հրաժարվել է, գիտենք, եւ կարողացել է շատ քիչ կետ, գիծ եւ հարցական նշան օգտագործելով կարճ ու երկար տողերի միջոցով բառը թողնելով իր ազատ տարերքի մեջ կարողացել է փոխանցել իր ասելիքը ռիթմի մեջ, ասելիքը իր ճշգրիտ կերպի մեջ։ Կաղանդի տոպրակներում խտացել է ոչ միայն Զահրատի պոետիկ աշխարհի մագնիսական ձգողականության ուժը, այլև այն լուսավոր թախիծն ու ապրելու ցնծությունը, բարի պատրանքն ու հավատը գալիքի հանդեպ, որ նրա բանաստեղծական արվեստի ատաղծն էին։ Ինքն ասում է ամենքով պիտի լցվենք այդ բարությամբ, այդ լույսով, եւ վերջում ասում է բանաստեղծը չի ստեր։ Իսկապես բանաստեղծը չի ստեր, թեև խոսում է մեր դժվարությունների, հոգսերի մասին։ Մի բանաստեղծություն կա դժվար վերնագրով, որ սկսվում է ակլորին հավքի տածելն է դժվար, ոչերը տայո կարծելն է դժվար եւ ավարտվում է, որ քեզ չսիրելը կեղծելն է դժվար նաեւ։ Շատ հետաքրքիր ուղերձներ կան։ Դժվար է ասում է չոր հացի կեղև կրծելը, երբ որ ամանոր է ու շուրջդ լիություն է։ Զահրատյան նոր ժողովածուն հրատարակվել է Սոնավանի հովանավորությամբ եւ նվիրված է բանաստեղծ Վահան Վարդանյանի հիշատակին։ Հրաշալի նվեր Զահրատի պոեզիայի սիրահարներին։ Նոնե Ալեքսանյան, Սերյան Անտոնյան, լուրեր։